սկսենք։ Պացիենտը միջին տարիքի կին, կիրակի օրվանից սկսում են լուծեր, որովայնացավ, սպաստիկ բնույթի և տենդ, ջերմության բարձրացում։ Ձեր դեպքում սա կարող լինի առանց ջերմության բարձրացման։ Ինչի մասին ենք հիմա խոսում, այս սեզոնին, այսինքն հուլիս, օգոստոս ամիսներին ամռան շատ տարածված աղիքային ինֆեկցիաների մասին, որը դրսևորվում է հենց այդպես տաքությունով կամ առանց տաքությունով, հանկարծակի առաջանում է լուծեր, հնարավոր է փսխումներ, որովայնացավ, ու հիմա մենք նայում ենք կոնքը, ստորին որովայն, ձվարանն ենք տեսնում, արգանդ ենք տեսնում, միզապարկն ենք տեսնում սև, ու անցանք արդեն տեսել ենք աղիքի բորբոքում, աղիքը որն է, այս աղիքն է, հաստ աղիքն է, որի պատը պետք է շատ բարակ լինի, մեր դեպքում այտուցված է մինչև 9 մմ, այտուցված է 8 մմ, այտուցված է իխոսքով 5 մմ-ից մինչև մի սանտիմետր այտուցա։ Այս սպիտակը աղիքի լուսանցքում պարունակությունն է գազային, այս պարունակությունը գազի հետ խառնված, մաքուր գազ չի։ Այս աղիքի պատն է, ու սենց սոնոգրաֆիկ ուշադիր, սոնոգրաֆիկ, այսինքն այդ ենթադրությունները, որ սա կարա ինֆեկցիա լինի կամ աղիքի բորբոքում լինի, միանգամից սոնոգրաֆիկ հաստատվում է, որ բորբոքված է։ Ես ինչ եմ անում, աջ կողմից որովայնի, այն խորը կոնքի կողմերից բարձրանում եմ դեպի լյարդի տակ, մինչև աջ կողատակ։ Աջ կողատակում էլի տեսնում եմ, այս լավ չի երևում, բայց այս աղիքը, սա արդեն երիկամից մի կտոր, սա մկան է, էլի տեսնում եմ աղիքը, էլի բորբոքված է, այտուցված է, բայց ոչ շատ արտահայտված։ Միանգամից անցում եմ անում լայնաձիգ հաստ աղիքի, այսինքն հաստ աղիքը որտեղից որ սկսում է, այդ հատվածներից բորբոքված է, ահա, այսի տեսնում ենք էլի աղիքն է բորբոքված, պատերով, այստեղ գալիս ենք արդեն հասնում ենք համարյա փայծախային անկյուն, այսինքն մոտավորապես կես մետր, 70 սանտիմ այս աղիքը բորբոքված է։ Հասնում ենք փայծախային անկյուն, փայծախային անկյունում նույնպես բորբոքված աղիք, այս սա է, որի պատը ահա սա է, այտուցված 7 մմ, այս ներքևից մի կողմից տենում եմ միջև ստե կարող է ստեղել բորբոքում լինի, այս մեջտեղի լավ ստեղից ստենց դնեմ 5 մմ, մեջտեղի սևը հեղուկա, էսի պարունակությունը գազային, էսի պարունակությունը գազային, սևը մեջտեղը հեղուկ, սա աղիքն է, բորբոքված է փայծախային անկյուն, հիմա իջնում եմ ավելի ներքև, այդ նույն աղիքը շարունակում ենք ստուգել։ Ստեղ արդեն կամաց պատկերը հանգստանում է ու այստեղ վայրեջ հաստաղիք սիգմայի շրջան, սա վայրեջ հաստաղիքն է, այսինքն որովայնի ձախ կեսը, արդեն հանգիստ է։ Այս գազերը տեսնում ենք, աղիքի պատը ահա սա է։ Մի րոպե, հեսա ցույց տամ աղիքի պատը։ Սա հանգիստ արդեն աղիք է, ահա։ Սա արդեն հանգիստ աղիք է, այս է աղիքի պատը, մոտավորապես, այսքան, հա, ստեղ այդքան լավ չափեցինք, 3 մմ, 4 մմ, այս է աղիքի պատն է, այս է հաստ աղիքն է, ու ինչքան վատ է երևում, այնքան նորմալ է աղիքը, այնքան առողջ է, ինչքան աղիքը հիվանդ է, բորբոքված է, այնքան ավելի հստակ է երևում, ավելի պարզ է, սա էլ է աղիք, սոնոգրաֆիկ կարող է չի հասկացվում, բայց ներքևները արդեն հանգիստ է, այսինքն աջ կեսը բորբոքված, մինչև փայծախային անկյուն, այս էլ ազատ հեղուկ ենք տենում այդ զստափոսում, սևը ազատ հեղուկ է, այսինքն բորբոքումը ամբողջ պատով մեկ բորբոքում է և պատի արտաքին կողմից տեսնում ենք ուրեմն ազատ հեղուկ, սև։ Իհարկե պացիենտը 3 օրա բազմաթիվ ստուգումներ, հետազոտություններ, ինֆեկցիա ունի թե չէ, այսօր պիտի պատասխանը գա, հլնային դա վերևում է բորբոքված աղիքը։ Ամենաշատ բորբոքումը հաստ աղիքի սկզբնամասում է, այս հատվածում է, աջ զստափոս, որովայնի աչքես ներքև։ Գնալով ինչքան բարձրանում ենք, այնքան բորբոքումը թուլանում է, մինչև փայծախային, այս ստամոքսը արդեն, ենթաստամոքսային գեղձ, դա արդեն միական չի, լեղապարկ, խորշունչ,
Ես որպեսի մեր տեսանյութը հաց կերածա կամ սուրճ խմածա լեղապահի կրճատվածը սնվել եք այսօր։ Ծվածեղակեր է, քիչ ծվածեղակեր է, բայց դա բավարար որ լեղապահը կրճատվի, էսի լեղապահն է, սել։ Մի խոսքով ստեղ այդքան չեմ խորանում հիմա։ Հորը Սեզոնը այնպիսին է հարգելի գոլեգաներ եւ հարգելի պացիենտներ եւ հիվանդների հարազատներ։ Սեզոնը այնպիսին է, որ աղեքային ինֆեկցիաները տարածված են։ Այս օրերի ընթացքում մի քանի աղեքային այսպես սուր կոլիտներ, ոմանք ինֆեկցիոն դիմաց, ոմանք ինֆեկցիոն չդիմաց, ուղղակի որպեսզի ժամանակ չկորցնենք, քայլերի հերթականությունը հետեւյալն է։ Կղանքի էքսպրես տեստ PCR մեթոդով, որտեղ ախտածին հարուցիչները մեկ օրում ձեզ պատասխանը տալիս են, կա թե չկա, եւ անտիբիոտիկա թերապիա։ Ահա։ Արագ որակով, հատկապես խոսքս վերաբերվում է այն բժիշկներին, ում առաջի հերթին կդիմեն այս տեսակ պացիենտները։ Սոնոգրաֆիկ բավարար է, որպեսզի այդ ուսնու բորբոքումը տենա, փորձառու սոնոգրաֆիստները հեշտությամբ այս վիճակը կդիագնոզեն, առանց կոլոնոսկոպիայի, առանց կոմպյուտերային տոմոգրաֆիայի, առանց այս կոնենկոմնելու։ Եթե 2-3 օրվա մեջ էական լավացում ենք տենում, ուրեմն ճիշտ ուղղությամբ ենք գնում։ 2-3 օրվա մեջ էական լավացում չենք տեսնում կամ հակառակը վատացում ենք տեսնում, այս դեպքում պետք է ավելի նեղ մասնագիտական մոտեցում, ավելի մի խոսքով շատ հետազոտություններ, ավելի դիագնոզի վերանայում, ավելի մի խոսքով կոնկրետացում, դիագնոստիկա, բայց առաջի քայլերը, որպեսզի օրեր չկորցնենք, ժամանակ չկորցնենք, կղանքի էքսպրես տեստ PCR մեթոդով ախտածին հարուցիչների հայտնաբերման։ Դա բականալիզը չի, դա դիսբակտերիոզը չի, եւ անտիբիոտիկոթերապիա։ Ու պրոբլեմը, այսպես ասած, հենց սկզբից եւ հետ կարանք հիմքից կոտրենք։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։